Ինչպես եք վերաբերվում այսօրվա համերգին, որը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ է լինելու, ինքը նվագելու է, տեսնում եք առավոտից Գյումրիում բազմաթիվ քպականներ են, ուժեղացված հսկողություն է, ոստիկանները հսկողություն են իրականացնում, մի տեսակ շարժն էլ մարդկանց այսպես պարալիզացված է, քաղաքը կաթվածահար է եղել, ինչ կասեք որպես գյումրեցի, ինչ անախորժություններ, ինչ անհարմարություններ են պատճառում ձեզ այս մարդիկ։ Որպես գյումրեցի կասեմ, որ ամոթ է, որ այդտեղ զերպեղս մոտ կտրել է Գյումրի։ Հետաքրքիր է, գիտեք որն ես, կամ ոստիգանի հետևը մտած, դուք ձեզ երևակայում ես, թե վարչապետ ես։ Կաթվածար է, ամբողջ քաղաքը կաթվածար է եղած։ Եվ հետո հեշտական շոուն է։ Ինձ հետ հետաքրքիր չէ, ավելի ճիշտ ինքը թող մնա բառաբան նվագող, քան թե վարչապետ։ Չնայած ես իրան վարչապետ եմ ասում, որտեղ իրոք վարչապետ է։ Ինչ շոուների հետևից ենք, այդ բառաբան նվագելով գիտի իրան ձեն պետք է տա գյումրեցին։ Քավլից է, Գյումրին իրաց ձեն տվող չէ։ Գյումրու քաղաքապետին ձերբակալողը երբեք ցան չի ստանա Գյումրիից։ Ոչ միայն Գյումրիի քաղաքապետն է ձերբակալված, գիտեք, որ Միքայել Սրբազանը ապօրինի նրա, այսպես ապօրինի շղթա է կիրառվում նրա նկատմամբ, այսպես ամենախիստ պատժամիջոցներն են կիրառվում նրա նկատմամբ։ Ինչ եք կարծում Գյումրին կների Նիկոլ Փաշինյանին, մենք տեսանք, որ մի քանի անգամ ապտակ տվեց Շիրակի մարզը Նիկոլ Փաշինյանին, պատարագի հետ կապված, թե թիմ ընտրություններով։ Եթե գյումրեցին սրան ձայն տա, ների, կնշանակե Գյումրու թասիբը կորել է։ Ընդհանրապես, եւ հետո սրանից գիտեք ինչպես է, ինքը ավելի շատ մարդկանց ձերբակալելով իրար ատորը կաբահով է, քան թե գործանելով։ Սրա բան ու գործը մենակ Սրբազան հայոց սպառնության մեջ անգամ գրված չկա, որ Սրբազանների ձերբակալեն։ Այս մարդը դրան է գնաց։ Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ բաժանվել են, բայց այսօր իրար հետ էին։ Ինչ է կարծում, իրոք բաժանվել են։ Գիտեք, նրանք կարող են հիմարներին հիմարացնել։ Ոչ մի բաժանություն չկա, պարզապես փողերի լվացում է այստեղ։ Ինչ բաժանել։ Միլիարդների մասին թող խոսի Աննա Հակոբյանը։ Չէ, կարծում արդյոք կարող ենք ասել, որ վտանգը զգացել են, այսպես փորձում են այդ բաժանման տեսարանը բեմադրել, որպեսզի փախչեն երկրից։ Մի բան ասեմ, մի միջած ինքը թռնող է։ Ես մարտի 1-ի դեպքերի եղել եմ եւ տեսել եմ, ինչպես ամբողջին խփել տվեց իրար, հաղթծրավ ամբողջին ու ինքը 5 րոպեվա թռավ։ Ինքը չկար աշտել։ Իսկ ամբողջը մնաց փողոցը ոստիկը եւ ինքը թռնող է, ես ասել եմ, մի օր կարող է պատահի առավոտյան աշտանանք ու լավ լուր ստանանք, որ թռած է Նիկոլը։